Բարև ձեզ, սահմանադրական փոփոխությունների քաղաքական ու իրավական խնդիրների մասին այսօր ես զրուցելու եմ իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Բեկմեզյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն Գրիգոր հրավերն ընդունելու համար։ Դեկտեմբերի 6-ին նշանակվել է արդեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, նախագիծը կամ հանրաքվեին հավանություն տալու հարցը քննարկվել է ազգային ժողովում, ստացել է 104 կողմ ձայն, ինչը եւ իշխանությունները ներկայացնում են որպես հանրային կոնսոլիդացիայի արդյունք։ Գրիգոր, որպես իրավաբան ուզում եմ գնահատենք սահմանադրական նախագիծը որպես քաղաքական ու իրավական փաստաթուղթ։ Արդյոք այն ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից մեկ քայլ առաջ նախագիծ է, թե ավելի վատն է, որ ներկայացնում է դեմ հանդես եկող կողմը։ Հետաքրքիր հարց եք տալիս, որովհետեւ տվյալ դեպքում որպես իրավաբան քննարկել սահմանադրությունը իրավական տեսանկյունից մի քիչ ասենց ասեմ հարաբերական է ստացվում, որովհետև իրականում ես չեմ գտնում, որ մեր սահմանադրությունը իրավական փաստաթուղթ են ուզում դարձնել, ավելի շատ սա քաղաքական նպատակներով ձևափոխված նախագիծ է, ընդ որում փոփոխություններ ասել կարելի է, բայց ինքը ըստ էության նոր խմբագրությամբ սահմանադրության ընդունում է դառնում։ Իմ կարծիքն է, որ ես հնարավորինս չափ աշխատում եմ շատ արտահայտել, բայց նաև ցած ասեմ, բարդ է արտահայտել, որովհետև իրականում կա փաստաթուղթ, որը իրավական ինչ-որ նշանակություն ունի եւ կարեւոր դեր ունի հանրապետության համար, ժողովրդի համար, բայց երբ որ դու ուսումնասիրում ես այդ փաստաթուղթը, նկատում ես, որ իրականում այնտեղ մեկ հիմնական նպատակ եւ փոփոխություն կա։ Դա կառավարման համակարգի փոփոխությունն է, որը իմ կարծիքով եւ իմ համոզմամբ նպատակ ունի մեկ կուսակցության եւ մեկ անձի իշխանության ապահովել։ Մնացած կողքի բոլոր դրական, բացասական, մանր-մունր փոփոխությունները, որոնք բավականին շատ են, բայց ես դրանք մանր-մունր եմ անվանում, իրական շղարշ են քողարկելու համար հիմնական փոփոխությունը։ Եվ ցավոք սրտի իրականում հիմնական, ասենք, բանավեճերը, քննարկումները, որ լինում են, տեղի ունենում կողքից միացված տարբեր դրույթների մասին, ինչպես մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված, դատական համակարգ եւ այլն, բայց բուն խնդրին չեն անդրադառնում։ Եվ փաստորեն գիտեք ինչ է ստացվում, որ այդ մանր հարցերին անդրադառնալով դրանք քննարկելով լեգալացվում է հիմնական փոփոխությունը, որը ամենավտանգավորն է մեզ համար։ Այդ իսկ պատճառով ես ձեզ ազնվորեն ասեմ, ես իմ համար սկզբունք եմ դրել, որ ես չպետք է անդրադառնամ սահմանության որևէ դրույթի, միակ խնդիրը, որին պետք է անդրադարձ կատարվի, դա այսինքն փոփոխությունների նկատի ունեմ, դա կոնկրետ քաղաքական համակարգի, այսինքն իշխանական կառավարման համակարգի փոփոխությունն է, որը իմ կարծիքով, ինչպես նշեցի, բերելու է մեկ կուսակցության եւ մեկ անձի հարատև իշխանության Հայաստանի Հանրապետությունում։ Գրիգոր, սահմանադրական փոփոխություններին կողմ հանդես եկող ուժերը կամ առանձին մասնագետները նշում են, որ իրականում վերացնելով նախագահի ինստիտուտը որպես առաջնային մանդատով օժտված մարմին հնարավորություն են տալիս քաղաքական կուսակցություններին ավելի քաղաքական դաշտում կայանալու եւ ստեղծելու ժողովրդավար քաղաքական մրցակցային դաշտ պայմաններ։ Եվ եթե մենք խոսում ենք մեկ մարդու կամ մեկ կուսակցության ձեռքում գերկենտրոնացումից իշխանության, այս պահի դրությամբ ունենք փաստացի գերկենտրոնացում եւ նախագահի ինստիտուտի այսպես ասած հանումը քաղաքական դաշտից բերելու է ավելի մրցակցային պայմաններ, քան մենք ենթադրում ենք այս պահի դրությամբ։ Այդ տեսակետը ես եւս լսել եմ իհարկե եւ ակնհայտ է, որ սահմանադրության կողմ ասողները իրենք պետք է փորձեն արդարացնել այն, որ իրականում նպատակ չունեն մեկ իշխանության, մեկ կուսակցության ձեռքում կենտրոնացնել, նպատակը լավել, բարելավելն է եւ այլն։ Ես իրականում սենց ասեմ, եթե մենք ապրեինք իդեալական երկրում, որտեղ կան դեմոկրատական ինստիտուտներ, որտեղ գործում է ազատ ընտրության իրավունքը, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն ազատորեն իրենց կամքը արտահայտելու միջոցով ձևավորել իշխանություններ, ես իրենց հետ կհամաձայնվեի։ Բայց մեր երկրի վերջի մի քանի տարվա փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում ոչ մի ընտրություն օբյեկտիվ, արդար, թափանցիկ չի անցնում։ Ես սա ասում եմ իմ տեսակետը, իմ կարծիքը եւ ինձ չեն կարող հակառակում համոզել։ Ես այդպես եմ գտնում, այդպես եմ տեսել, ես ինքս հասուն մարդ եմ եւ ունեմ իմ կարծիքը։ Եվ այս ամենով հանդերձ պնդել, որ չէ հնարավորություն ենք ստեղծում այլ կուսակցությունների համար, որպեսզի իրենք գան վերցնեն իշխանությունը, ես չեմ հավատում։ Սա ճիշտ չէ։ Մեկ ուրիշ բան ասեմ, նախագահական համակարգով եւս հնարավոր է, կիսա նախագահական, որը հիմա մեր մոտ գործում է, նույնը անել։ Թող լինեն արդար ընտրություններ, թող տեխնատներից որը մեկը, որին ավելի շատ կողմ է հասարակության մեծամասնությունը անցնի։
Ինչն է խանգարում, որ դա արվի կիսանախագահական համակարգում։ Հավանական քաղաքական ճգնաժամը, եթե հանկարծ ստացվի այնպես, որ նախագահն ու ազգային ժողովի մեծամասնությունը չլինեն նույն կուսակցության ներկայացուցիչ։ Գիտեք ինչ, ես սան եւս համաձայն չեմ, որովհետեւ իդեալական տեսանկյունից որ նայում ենք, ընդհանրապես իշխանությունների տարանջատման սկզբունքը ունի մեկ նպատակ՝ փող հսկողության միջոցով հսկել իշխանությունների ճիշտ աշխատանքը։ Այսինքն օրենսդիրը պետք է հսկի գործադիրին, գործադիրը օրենսդիրին, դատական այդ երկուսին։ Եվ եթե չլինի այսինքն եթե նախագահը չունենա մեծամասնություն, ես կողմ եմ։ Թող ինքը այնպես աշխատի, որ ազգային ժողովը համաձայնվի նախագահի հիմնական թեզիսներին, դրույթներին նրա գործելավոճին։ Սխալ կաշխատի, ազգային ժողովը կլինի օբյեկտիվ արդար ընտրված ժողովրդի կողմից, ում ազգային ժողովը իրավունք ունի նախագահին հեռացնել քաղաքական ասպարեզից եւ հակառակը։ Այսինքն եթե եւ ազգային ժողովը եւ նախագահը ընտրվածն են ժողովրդի կողմից, նշանակում է երկուսն էլ արտահայտում են ժողովրդի կամքը եւ ժողովրդի կամքի ուժով նրանք իրավունք ունեն նաեւ միմյանց նկատմամբ հսկողություն սահմանել եւ միմյանց նկատմամբ սանկցիաներ կիրառել։ Անկամ պարտավոր են սահմանադրությամբ։ Անկամ պարտավոր են սահմանադրությամբ։ Իսկ հիմա մենք ունենք մի այնպես իրավիճակ, որ ըստ էության իշխանության թևերի տարանջատման սկզբունքը չի գործի, որտեղ մենք ունենք ազգային ժողով, որը նշանակում է վարչապետ եւ վերջ։ Նշանակում է ազգային ժողովն ու վարչապետը ըստ էության նույն քաղաքական ուժը ներկայացնող սուբյեկտներն են։ Ընդ որում սահմանադրության նախագծով նաև այնպես է գրված, որ ով ունի մեծամասնություն ազգային ժողով, նա էլ անմիջապես նշանակում է վարչապետ։ Այսինքն դե կոնսենսուսի տարբերակ էլ չի թողնվում, որտեղ ակնհայտորեն այնպես է գրված, որ մեկ ուժ պետք է ունենա մեծամասնություն։ Իսկ ինչի մասն է խոսում։ Գրիգոր, դեպքում Վենետիկի հանձնաժողովը, որը բաղկացած է իրավական ու սահմանադրության հիմնականում սահմանադրական իրավունքի մասնագետներից, ինչպես կարողացան տալ դրական եզրակացություն այդ փաստաթղթին, որը ձեր նկարագրությամբ ունի բավական լուրջ խնդիրներ Հայաստանի հետագա զարգացման համար։ Ինձ հետաքրքրում Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։ Ինձ հետաքրքրում է Հայաստանի Հանրապետության գործող իրավաբանների եւ մեր հանրության կարծիքը այս հարցի շուրջ։ Գիտեք ինչ, դրսից շատ հեշտ է կարծիքներ տալ։ Նույնիսկ ես ասեմ, այդ հանձնաժողովների կարծիքները շատ հաճախ ասած եմ միտված են որոշակի էլի շղաշապավելն, որ տեսեք մենք գործ ենք անում, մենք աշխատանք ենք անում եւ հավատացեք ոչ մի անգամ չեմ կարծում Վենետիկի հանրաժողովի ոչ մի կարծիք։ Ես ինքս կարդում եմ այն ինչ որ ներկայացված է հանրության քննարկմանը եւ ինքս ունեմ իմ կարծիքը։ Եվ հանրաժողովի կարծիքով առաջնորդվել ես կարծում եմ ճիշտ չի։ Նաեւ ճիշտ չի, որ մեր հասարակությունը հասի տեսեք Վենետիկի հանրաժողովը լավ բան է ասել, ամեն ինչ ճիշտ է։ Ոչ։ Մեր հանրությունը այնքան պետք է իրավագիտակից լինի, որ ինքը կարողանա կարդալ եւ իր համար հասկանալ, որն է ճիշտը եւ որը սխալ է։ Գրիգոր, նոր սահմանադրական նախագծով առաջարկվում է նաեւ մի մեխանիզմ, որը հնարավորություն է տալու քաղաքական ազգային ժողովում կայուն մեծամասնության մաս չկազմած քաղաքական ուժերին վերահսկողություն իրականացնել կառավարության նկատմամբ եւ դա կոնստրուկտիվ անվստահության քվեն է կամ սկզբունքը, ինչ է կարծում դա աշխատող գործիք է լինելու թե ոչ։ Ես ելի եմ ասում, որ այս ամենը կողքից զուտ նպատակ ունի արդարացնել կառավարման համակարգի փոփոխությունը։ Տեսեք, մենք փոքրամասնության ենք հնարավորություն տալիս ունենալ ազգային ժողովում ինչ որ մասնակցություն, ընդդիմությանը անպայման պետք է մի հոգի փոխնախագահներից ազգային ժողովի լինի ընդդիմության ներկայացուցիչ։ Գիտեք ինչ, դրանք, այսպես ասեմ, դրանք ոչ թե իրական խնդրի լուծման տարբերակն են, այլ ուղղակի հիմնականը ժողովրդին ավելի գեղեցիկ ձևով հրամցնելու միջոցներ։ Եվ ամեն նման բան քննարկումը ինքը բերում է հիմնական խնդրի լեգալացման։ Ձեզ մի հատ հետաքրքիր օրինակ բերեմ, այսօր եմ անդրադարձել, որտեղ երեք էլի նորից նայում եմ այդ նախագիծը, սկզբնական տարբերակում, երբ որ նախագիծը բերվեց քննարկման, առաջի տարբերակ, այնտեղ վարչապետի համար սահմանված չէր Հայաստանի Հանրապետությունում Հայաստանյան քաղաքացիության ցենզի ինչ որ ժամանակահատված, այսինքն մանր կարող է մի օր դառնալ քաղաքացի, հաջորդ օր նշանակվել վարչապետ։ Հիմա արդեն սարքել են 7 տարվա քաղաքացիության պարտադիր պահանջ, պայման։ Տեսեք ինչ է ստացվում, եթե մենք այն ժամանակ ասենք ինչպես կարելի է վարչապետը առանց քաղաքացի լինելու կարող է դառնալ, հիմա իրանք կփոխենք, ասենք տեսեք մենք ձեր առաջարկը ընդունեցինք։ Ուրեմն արդեն դրական է։ Տեսեք մենք ընդունում ենք ձեր առաջարկները։ Եվ երբ որ դա ասել բակառավարման համակարգը կասեք դե գիտեք ինչ, էն էլ եք ասում, էս էլ եք ասում, դուք կենտրոնացեք։ Դրա համար ես էլ եմ գտնում։ Կարող է մի քիչ չոր լինի մոտեցումը, բայց կառավարման համակարգի փոփոխության, արկայության, պայմանների սահմանության մեջ մնացած բոլոր կողքի լուծումները քննարկման պետք է չընթարկվեն։ Լավ, ինչպիսի Հայաստան մենք կունենանք, եթե դեկտեմբերի 6-ին հանրաքվեն այո արդյունքները ապահովի սահմանադրական փոփոխությունների համար։ Կունենանք այնպիսի Հայաստան հիմա ինչպես ունենք հիմա, բայց մի բացասական, այսպես ասած, առանձնահատկությամբ, որ եթե հիմա
ինչ որ հույս կա, որ կարող են հաջորդ ընտրությունների ժամանակ ներկայիս գործող ուժը չունենա տեխնացու, որ պետք է շարունակի իրենց ասած կողմից երկրի ղեկավարման ուղղությունը եւ իրենք ստիպված պետք է կամ ինչ-որ մեկին բերեն ձևական կամ ինչ-որ մեկը նորից գա, որը կարող ինչ-որ բաներ փոխել, դա չի լինելու ուղղակի։ Այսինքն փոփոխությունների հույս չենք ունենա։ Բոլոր անձինք մնալու են այնպես ինչպես կան, կարող ինչ-որ նոր սերունդ ձևավորվի, որը գա իրենց փոխի, բայց իրականում գաղափարախոսություն ես չեմ կարծում, որ մոտակա 10-20 տարում կփոխվի։ Ինչ պիտի անի հանրությունը նման հեռանկարից խոսափելով։ Իմ կարծիքով հանրությունը պետք է ամեն ինչ անի այս փոփոխությունների անցկացումը արգելելու համար։ Պետք է բոլորը ուղղակի համատեղ ուժերով թողնելով իրենց ամբիցիաները, իրենց քաղաքական ամբիցիաները հատկապես հասկանան, որ ստեղ ավելի շատ երկրի ապագայի խնդիրն է, քան զուտ անձնական ամբիցիաների խնդիր։ Եվ իրենք համատեղ ջանքերով փորձեն վիժեցնել այս փոփոխությունները։ Ոչ կասեն, թող ոչ ասեն, կբոյկոտեն ընտրությունները, թող բոյկոտեն։ Դա արդեն այսպես ասած քայլերի տեսակ է, որը պետք է ընտրվի բոլորի կողմից։ Բայց ամեն դեպքում համախմբման դեպքում հնարավոր է հասնել հաջողության։ Եվ վերջին հարցը Գրիգոր, այնուամենայնիվ ազգային ժողովը, որը ներկայացուցչական մարմինն է, տվեց 104 կողմձայն հանրաքվեին սահմանադրության փոփոխություններ իրականացնելու հանրաքվեին։ Սա արդյոք ներկայացնում էր հանրության վերաբերմունքը նախագծի եւ գործընթացի վերաբերյալ, թե ոչ։ Մենք շատ լավ գիտենք մեր ազգային ժողովը ինչպես է ձևավորվել, ինչպես է աշխատում, եւ այդ 104-ը ինձ համար ընդհանրապես զարմանալի չէ։ Սպասելի է։ Միանշանակ։ Ես նաև չեմ զարմանում, երբ որ վաղը չեմ ասել բարձր, որ հասարակության մեծ մասը կողմ է քվեարկել սահմանադրության փոփոխություններին, բայց ելի եմ ասում, ես դրան չեմ հավատա։ Լավ, շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, շնորհակալություն նաև ձեզ, շարունակեք հետևել Civilnet-ին։